Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազենյանի կալանքը վերացվել է, նրա նկատմամբ չի կիրառվել ոչ գրավ եւ ոչ էլ բացակայելու արգելք։ Սրանից ժամեր անց դատարանի դահլիճից ազատ է արձակվել նաեւ դաշինքի պատգամավորի մյուս տեխնացուն Հայկ Սուքասյանը։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամների շահերը դատարանում պաշտպանում էր փաստաբան Արամ Վարդևանյանը։ Հենց նրա ներկայացրած միջնորդություններից հետո են պատգամավորներին ազատ արձակել, ինչից հետո Վարդևանյանին սկսել են անվանել ազատության փաստաբան։ Facebook-յան էջում նման գրառում է արել իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը։ Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով։ Պայմանավորվածությունների ձեռքբերման մասին հայտարարվել է Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդաթյանի հանդիպումից հետո։ Ձեռքբերված համաձայնագրի մասին հայկական կողմը դեռ չի հաղորդել։ Ղուդաթյանը միայն իր Facebook-ի էջում գրառմամբ հայտնել է, որ Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին, կից հրապարակելով տեսանյութ։ Իրանի հայ համայնքի հոգևոր, մշակութային, լրատվական եւ հասարակական տարբեր ոլորտի ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Facebook-յան էջում հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետ Ատոնոյանը։ Համայնքի ներկայացուցիչները ընդգծել են, որ Իրանի երկու խարդախ քաղաքացիների գործարանների շուրջ ստեղծված իրավիճակը չպետք է ստվերի հայ-իրանական դարավոր բարեկամությունը, փոխադարձ վստահություն ու երկու ժողովուրդների միջև ձևավորված առանձնահատուկ հարաբերությունները, համոզմունք հայտնելով, որ անհատների գործողությունները չեն կարող վտանգի տակ դնել դարերի ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային ու մարդկային մակարդակներում ձևավորված ամուր կապերը։ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված կամազ մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 51-ամյա վարորդը տեղում մահացել է։ Ստամբուլում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 30 մարդ, որոնց թվում կան երեխաներ։ Ըստ ԶԼՄ-ների վարորդը ճանապարհին կոտրել է ղեկի կառավարումը, բախվել ավտոմեքենայի, այնուհետև ճանապարհային ցուցանակի սյանը։ Ռազմական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի 42-ամյա քաղաքացուն Բարնաուլում տաճար հսկիզելու փորձի համար, հայտնել է Ռուսաստանի անվտանգության դաշտային ծառայությունը։ Ըստ գերատեսչության նա գործել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ։ Ղազախստանի ղեկավար Կասիմ Ջոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին առաջարկել է սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը, հիմնվելով Ստամբուլյան բանաձև 2-ի վրա, մեծ տերությունների, այդ թվում Ռուսաստանի երաշխիքների ներքո։ Տոկաևը շեշտել է, որ սա միջպետական հակամարտություն է, նշել է արևմուտքից ստացվող ազդակների մասին եւ դրական գնահատել Պուտինի դիվանագիտական ճկունությունը Անկորիջում կայացած հանդիպման ժամանակ։ Ֆորումի ընթացքում Վլադիմիր Պուտինը ներկայացրել է երկու երկրների տնտեսական համագործակցության հաջողությունները։ Բացի այդ, քննարկվել են ավիաչվերթների ընդլայնումը, ՀԱՏՄ-ում տրանսպորտային ուղիները արդյունավետ դարձնելու նպատակով արհեստական բանականության կիրառումն ու անօդաչու բեռնափոխադրումների ներդրումը եւ հումանիտար կապերի ամրապնդումը։ Ուկրաինական բանակի հարձակման հետևանքով Զապորոժիեում զոհվել է 8 մարդ, այդ թվում 2 երեխա։ Բացի այդ, ուկրաինական կողմը հարձակվել է Ռուսաստանի Տյումենի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։ Զուգահեռ ռուսական զինուժը խմբակային հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավային 3 նավահանգստի ուղղությամբ։ Օդեսայում խոցվել է նավահանգստային ենթակառուցվածքը, որը օգտագործվում է ռազմական բեռների բեռնաթափման եւ պահպանման համար։ Իզմայիլում գրոհի են ենթարկվել մի շարք պահեստներ ու ռազմական օբյեկտներ, իսկ Նիկոլաևում հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող նավին։ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 141,000 մարդ։ Ըստ երկրի վարչապետ Սեբաստիան Լկորնյուի, ավերիչ հրդեհները հասել են աննախադեպ մակարդակի։ Նա խոստացել է ավելացնել փրկարարներին օգնող զինծառայողների թիվը։ Հրդեհների պատճառով Իսպանիայում տարհանվել է ավելի քան 40,000 մարդ։ Արդեն 2 օր է ինչ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, երբ կրակը տարածվել է Մադրիդի մերձակայքում ու հարևան Ավիլա նահանգի բնակավայրերում։ Մադրիդի տարածաշրջանային կառավարությունը օգնություն է խնդրել, իրավիճակը բնութագրելով որպես ծայրահեղ ծանր։
Սիրիայում 2 ավտոբուս է բախվել։ Վթարի հետևանքով զոհվել է 35 մարդ, 30-ը վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել Դեյր ez-Զոր Դամասկոս մայրուղում։ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը 5 ավիաարված են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդայի նավահանգստին։ Ավելի վաղ Եմենի հութիները հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարձակվել էին Սաուդյան Արաբիայի 2 լցանավերի վրա։ Ի պատասխան սաուդցիների հարձակման եմենյան զինված ուժերը հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի ռազմավարական օբյեկտներին Ջիզանում։ Հրդեհ է բռնկվել ամենամեծ նավթավերամշակման գործարանում։ Կադրերում երևում է, թե ինչպես են ծխի հսկայական ամպեր բարձրանում Արամկո նավթավերամշակման գործարանի վրայով։ Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել համատարած ուսանողական բողոքի ցույցերի պատճառով, որոնք բռնկվել էին բժշկական քննությունների թեստերի արտահոսքի հետևանքով։ Սկանդալը ազդել է ավելի քան 2.200.000 դիմորդի վրա։ Նախարարը հայտարարել է, որ ստանձնում է կատարվածի պատասխանատվությունը եւ հեռանում է, որպեսզի ստեղծված իրավիճակը չխոչընդոտի ուսանողների ապագային եւ չվնասի երկրի միասնությունը։ Դեպքից հետո վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է խստացնել քննական խախտումների համար պատիժներն ու բարեփոխել ոլորտը։